Բազմիցս այս հարցին անդրադարձել եմ եւ միշտ զգուշացնում եմ, որ պետք է սկզբից հետազոտվել, հետո նոր պլանավորել հղիություն։ Սակայն պրակտիկորեն միշտ չի որ այդպես է ստացվում, եւ այսօր ուզում եմ մի դեպքի մասին ձեզ պատմել, երբ դիմում է զույգ, երիտասարդ զույգ, նորեն ամուսնացել, կատարվում են հետազոտություններ, ինֆեկցիաների, վիրուսների սկրինինգ եւ հայտնաբերվում է խլամիդիոզ։ Տղամարդը ուղղորդվում է անդրոլոգի մոտ, ստանում բուժման կուրսը, սակայն կնոջ պարագայում ես պնդում եմ, որ բուժումը, առավել եւս եթե անտիբիոտիկների նշանակում է լինում, սկսեն դաշտանային ցիկլի ավարտից հետո կամ անմիջապես դաշտանային ցիկլի ժամանակ։ Կնոջ մոտ դաշտանային ցիկլը ուշացավ, կատարվեց ԽԳՉ-ի քննություն, ունենք դրական ԽԳՉ-ի արդյունք, այսինքն արկա է հղիություն։ Հաջորդ քայլը իհարկե ուլտրաձայնային հետազոտությունն է, որը կատարվել է դինամիկայում եւ այս պահին ունենք զարգացող հղիություն։ Ինչ ենք անում նման պարագայում։ Վերանայում ենք բուժման սխեման, պետք է նկատի ունենալ դեղերի տերատոգեն ազդեցությունը եւ իհարկե վերանայում ենք ժամկետը, թե երբ է պետք սկսել բուժումը եւ տևողությունը։